Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես ինստագրամյան հարթակում, որտեղ էլ օրեր առաջ դստեր մասնակցությամբ հումորային տեսանյութ էր հրապարակել։ Տեսանյութը իր արամերժ կարծիքներ է առաջացրել հետևորդների շրջանում։ Ինստագրամյան օգտատերերից մեկն անդրադարձել է այդ հոլովակին Մանեին անգրագետ, տգետ ու անդաստիարակ մայրիկ անվանելով։ Մանեն ինստագրամյան էջի սթորիս բաժնում վերահրապարակել էր իր հոլովակը դստեր հետ և անդրադարձել վատ մեկնաբանություններին։ Տեսանյութերն առաջարկում ենք ձեզ դիտել առանց մեկնաբանության։ Մենակ դեմքը տեսնես կախեցած։ Նա ինչ է եղել։ Всё, լավ է։ Այդե չասնեմ։ Չասնեմ։ Շատ գետ։ Շատ օրինակ էլի մայրեմ։ Նոմ խղտվես ես այս։ Ինչ ասնեմ։ Հոգնած ես։ Կարմրում ես։ Արի։ Ինչ ասնեմ։ Ինչ ասնեմ։ Ինչ ասնեմ։ Դու սա խոսալ ունակությունը կկորցնի էլ պատասխան չի տա քեզ մանե։ Նոն, պասի։ Հավը չեք ջորցեն, հավեսեր։ 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 Ներեք ինձ ընկերներ, բայց պիտի անդրադառնամ այս մեկնաբանությանը, որը գրվել է Էնրիլի տակ, որտեղ Նանեին կախել եմ դռան վրա։ Հա, կարող է տարօրինակ հնչում, բայց որ նայեք հասկանաք, որտեղ տարօրինակ բան չկար։ Ինչևէ, նախևառաջ ուզում եմ նշել, որ Նանեն բավական զարգացած երեխա է ու դա բոլորը կարող են փաստել։ Դրա բացը մենք չունենք ընդհանրապես։ Ու մենք բավական զբաղվում ենք բոլորս էլ Նանեի հետ, ամեն ինչ նորմալ է այդ մասով։ Երկրորդ, ես շատ կարևորում եմ բացի զարգացնող որևէ գործողություններից եւ գործընթացից հավես բաներ անելու process-ը երեխեքի հետ, որոնք բավական մեծ դրական էմոցիաներ են փոխանցում երեխեքին ու դա իրենց դուր է գալիս։ Իսկ այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկար, ես Նանեի կողքն էի, Նանեին էլ բավական կոմֆորտ էր։ Իսկ անդաստիարակի վերաբերյալ կներեք, բայց դուք ավելի անդաստիարակ քայլ եք անում, sense բան գրելով ու տգետն ու անդաստիարակը նախ դուք եք եւ այն 4 հոգին, ովքեր լայքել են ձեր մեկնաբանությունը, կներեք։ Ով ասաց, որ պիտի տենց բան գրեք ու չանդրադառնամ, չէ՞ Նան։ Հա։ Եվ եւս մի շատ կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնալ, իրականում ինձ վերջերս եւ ոչ միայն վերջերս, այլ միշտ շատ վատ ու շատ տգեղ մեկնաբանություններ գրում են հիմնականում հասուն տարիքում գտնվող կանայք, այսպես նշեմ, անգամ տատիկներ։ Ու իրականում դա բավական տհաճ է, տգեղ է, չգիտեմ էլ ոնց բացատրեմ, ինչ եք սպասում, որ ես ձեզ հարգեմ, ձեր տարիքը հարգեմ, ըստ իս տարիքը հարգանք չի պայմանավորում։ Խնդրում եմ, պահեք ձեզ, ոնց ասեմ, կոկիկ դրսևորեք ձեզ։ Ձեր կարծիքը պարտադիր չի արտահայտեք շատ վատ կոնտեքստով որևէ մեկի վիդեոյի տակ։ Դա տգեղ է, դա սիրուն չի։ Ձեր գրած մեկնաբանությունով լուրջ արտացոլում եք ձեր ընտանիքը, ձեր վարքը, ձեր ամեն ինչը։ Մի արեք, դա սիրուն չի։ Առավել եւս որ տեսնում եմ բավական հասուն տարիքով կինա դա գրել, ներվայնանում եմ, չէ՞։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ էլ Մանե Հակոբյանը հյուրընկալվել էր բացարձակ արժեք հաղորդմանը։ Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքներն էլ տարբեր, սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց, որ Մանեն լինի եթերում։ Կարենն ասաց. «Ինչի չես հարցնում, ինչու դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել, 3 օր։ Ինքն էլ չի խոսել։ Ասեց. չի հետաքրքրում ինչի բան չեմ ասել։ Ասացի հետաքրքրում եմ, ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանալ։ Կոնֆլիկտ լիներ, փոշմաներ։ Ասեց, որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի մենքից դու առանձին անհատ ես, կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում, թողեցի եւ ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխուժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ, երկար տանջվելուց հետո դիմեցի մասնագետի, անկեղծացել էր Մանեն։ Հավելենք նաև, որ Կարեն Հովհաննիսյանը էկրաններին է արդեն շատ երկար տարիներ, սակայն հարցազրույցների շատ չի մասնակցել, բացառությամբ նախորդ տարվա, երբ նա հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդմանը։
Կարենը զրույցի ընթացքում խոսել էր դժվար մանկության, ծնողական ջերմության բացի մասին, ինչպես նաև անդրադարձել էր ծնող երեխա և կին-տղամարդ հարաբերություններին։ Հենց ծնող-երեխա հարաբերությունների մասին դերասանի արտահայտած մտքերն էլ հայտնվել են քննարկումների կենտրոնում և սկանդալի պատճառ դարձել։ Շատերը դերասանին մեղադրել էին եթերում բռնության կոչ անելու մեջ։ Բանն այն է, որ Կարենը երեխային դաստիարակելու մեթոդների մեջ ներառում է նաև ապտակը։ Այս քննարկումներն արդեն մի քանի օր է, ինչ կան, և ահա, Կարենին կրկին եթեր է տրամադրվել։ Հրաչ Մուրադյանը իր բաց թեմա հաղորդման շրջանակներում հրավիրել էր Կարենին։ Զրույցին ներկա էր նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Այս հաղորդման ընթացքում նույնպես մասնագետները խոսեցին երեխային ճիշտ դաստիարակելու մասին։ Կարենը կրկին արտահայտեց իր անկեղծ խոսքը։ Ես միանշանակ էլի այն համոզմունքն ունեմ, որ երեխան պիտի ստանա ապտակ, բայց իհարկե տեղին։ Ես ինքս էլ ապտակ ստացել եմ այն սխալիս համար, որը պարբերաբար կրկնում էի։ Ես անձնապես օրինակներ ունեմ, երբ երեխային թողել են բարձի թողի վիճակում, ասելով, որ նա ինքնուրույն է, թող մեծանա, իսկ հիմա նա սայլակին է նստած, քանի որ դարձել է թմրամոլ։ Իմ ասածը վերաբերվում է նրան, որ երեխային պետք է ուղղակի սթափեցնող ապտակ հասցնել։ Ես չեմ խոսում ծեծի մասին։ Ես բնավ դրա մասին չեմ խոսում, որ երեխային պետք է անդադար ապտակես։ Կարենի այս խոսքը հավելեց նաև հոգեբանը, նշելով, որ վստահ է, որ Կարենը չի ուզում բռնության կոչ անել ու ասել, որ բռնությունը դաստիարակության միակ միջոցն է։ Մարիամ Մեհրաբյանը նաև նշեց, որ ժամանակին ասված խոսքը ու հայացքը կարող են ավելի ազդել երեխայի վրա ու չպետք է բաց թողնել երեխայի հետ խոսելու պահը, թե չէ ուշացած ապտակը երբեք չի փրկի իրավիճակը։ Հարկ է նշել, որ արդեն այս հաղորդման մեկնաբանություններում դիտողները համակարծիք են եղել դերասանի հետ և կիսվել են իրենց տեսակետով։ Հետևորդները այսպիսի մեկնաբանություններ են թողել. Ճիշտ ես Կարեն ջան, այո, նման պարագայում շատ ճիշտ եք։ Կիսում եմ Կարենի կարծիքը, այո, սթափեցնող ապտակը երբեք սխալ չէ դաստիարակության մեջ։ Կարենի նման տղամարդ, եթե շատ լինի մեր հայ ընտանիքներում, չի վերանա նամուսով, շնորհքով ավանդույթները։ Մեկ այլ հետևորդ էլ այսպիսի գրառում էր արել. Ես համամիտ եմ Կարենի հետ, ավելի ադեկվատ, վերլուծող, առօրեական մտածելակերպով էր, իսկ հոգեբանները և մնացած ժամանակակիցները մենակ թեորեմներով են խոսում։ Մի ժամանակ տղաներն ու աղջիկները ավելի հզոր, ուժեղ կամքի տեր էին, քան հիմա, ընդ որում մի ժամանակ ավելի խիստ էին վարվում ծնողները։ Եվ այսպես, այս հաղորդման շրջանակներում դերասանին հնարավորություն տրվեց ևս մեկ անգամ բացատրել իր խոսքը և արդեն ճիշտ ուղղությամբ հասցնել այն հեռուստադիտողին։ Հատկապես վերջին շրջանում Կարենը շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ հաճախ տստեր մասնակցությամբ տարբեր հոլովակներով է կիսվում։